Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրացման որոշումը, որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականից, հասարակական լայն քննարկումների և բողոքի ալիք է բարձրացրել։ IMEI-ը International Mobile Equipment Identity բջջային սարքավորումների միջազգային նույնացուցիչ է։ Յուրաքանչյուր հեռախոսի համար գործարանային 15 նիշանոց եզակի համարը, որն օգտագործվում է ցանցում սարքը նույնականացնելու համար։ Իշխանություններն այս քայլը հիմնավորում են մաքսանենգության դեմ պայքարով, շուկայում հավասար մրցակցության ապահովմամբ։ Փորձագետներն ու իրավապաշտպաններն ահազանգում են տոտալ թվային վերահսկողության և անձնական կյանքին անհամաչափ միջամտության ռիսկերի մասին։ Armenia Today-ը հարցում է անցկացրել, պարզելու թե որքանով են քաղաքացիները տեղեկացված սպասվող նոր կանոններին և ինչպես են գնահատում այս նախաձեռնությունը։ Դե վտանգավոր են իրայությամբ։ Կարան ամեն ինչ իմանան մարդկանց մասին, մարդկանց գտնվելու վայրը, տվյալ պահին, չգիտեմ, որ այդ մարդուն պետք չի, որ իմանան, բայց կարան իմանան, չէ, ենթադրենք։ Հետո կարան լսեն մարդկանց հեռախոսազրույցները, այդ երկուսը արդեն հերիք է։ Այդ ձևով թող չանեն, թող ուրիշ լուծում գտնեն, մարդկանց չկպնեն, մարդկանց ազատությանը թող չկպնեն։ Գիտեմ կառավարությունը ինչ է մտածում, բայց բնականաբար բոլորի համար էլ ինչ-որ անհանգստության տեղի կա։ Հանցագործությունը կպակասի, շատ ճիշտ կլինի։ Այլ վտանգ չեք տեսնում։ Չէ, ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Ամեն ինչ տեղն մնում է այդ, որ վերահսկեն։ Եթե ասում եմ Ադրբեջանում ու Թուրքիայում էլ է, այդպես ոչ մի նորմալ երկրներում նման բան չկա։ Այդ մաքսանենգության պայքարելու համար թող ուրիշ ձև, ազատ ձևի միջոցներ կա։ Խոսալու թեմա չի, առիթ չի դա իրանց։ Ըստ իրանցով են ուզում անեն։ Նիկոլ ուզում է, որ իր ամեն ինչ իր ձեռի տակով հասնի։ Սրանց բոլոր օրենքներին դեմ եմ։ Ինչու՞։ Որովհետև ես իրանց չեմ ճանաչում որպես իշխանություն, всё, այդ կարամ ասեմ։ Մի քիչ տեխնիկական բան է, որից ես այդքան ճիշտ ասած գաղափար չունեմ։ Մաքսանենգությունը երևի կարելի է կանխել, չգիտեմ, ավելի ուրիշ ձևերով։ Եթե կան ինչ-որ իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, բաներ, պետք է զգուշ լինեն, ուշադիր լինեն, որ մարդկանց հնարավորինս մարդկանց privacy-ին կներեկոտար բարի համար չներխուժվի, էլի, այսքան չգախնալսեն կամ բան չնեն։ Չդառնանք մի հատ ուրիշ պետություն, որը որ ուրիշ ենք ուզում դառնանք, այսքան դեմոկրատիա կոչվածից այսպես հետ չգնանք։ Չեմ մտածել այդ մասին։ Մեզ հսկելու, մեզ կառավարելու, մեր անձնական կյանք մտնելու։ Ինչ նպատակով։ Կառավարությունը ով է բան հասկանում։ Եթե անհրաժեշտություն կա, որ կարելի է ինտեգրացնել թեկուզ հեռախոսի մեջով, խնդիր չեմ տեսնում։ Եթե ինֆորմացիա չունեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Չեմ ճիշտ ասած, եթե չեմ ծանոթ չեմ կարողանում ոչ մի բան էլ ասել։ Միևնույն է մարդիկ, եթե մտածում են ինչ-որ հարցեր, ինչ-որ բաներ անում, հանդիպում են իրար հետ են խոսում։ Դա ինձ թվում է մեր անվտանգության համար է հենց։ Դա ինչ-որ գրվում է համացանցում։ Հսկողության լրացուցիչ գործ կա դառնում, դա չեմ կարծում դրական կարելի է համարել։ Չէ, չեմ լսել։ Օրինակ ես չէի ուզի, որ վերահսկողության տակ լինի հեռախոսը։ Չեմ կարող ասեմ ինչ նպատակա հետապնդում, բայց կարծում եմ, որ ավելի քիչ հանցագործություններ լինելու նպատակ կարա լինի, ինչը լավ է։ Չեք ուզում կամ չի անհանգստացնում, որ օրինակ կարող է անձնական խոսակցություններ, տվյալներ հայտնվեն։ Այդ sense տենց հնարավոր է հայտնվի, անկախ այդ օրենքից sense որ։ Ես չեմ ուզում տվյալների իմանան բոլորը։ Նպատակը չեմ կարող ասել, բայց եթե կառավարությունն է որոշում, ուրեմն կա մի նախագիծ, որով իրենք մշակել են, հաստատել են, որ դա այդպես պետք է լինի։ Վտանգ կա։ Վերահսկման նկատի։ Վերահսկման հետ կապը, յուրաքանչյուր ինֆորմացիա, որ քեզից դուրս է գալիս, կարա ինչ-որ մեկը օգտագործի, մանավանդ որ մեր իրականությունը բավականին կրիմինալ է, մարդկանց ուղիղ աշխատում է, պետք կարանք օգտվենք, ինչի՞ չէ։ Մեկ էլ է հնարավորություն տալիս մոնոպոլիա ստեղծել, հետևել դրանց իրանց առևտուրն անեն, թե ով կարա դա ձևակերպել, դա արդեն չեմ կարող ասեմ։ Բացասական։ Ինչու կհիմնավորեք։ Իրոք, ինչ իրավունք ունի ինքը իմանա, ես ինչ գործողություններ եմ անում հեռախոսը բանում, այդքանը ցավոտ։ Բայց կառավարությունը ասում է դա արվում է որպեսզի մաքսանենգության դեմ Հալա թանում կառավարությունը։ Տենց էլ թողվել։ Բացարձակի համար միևնույնն է, ոնց ուզում են թող անեն։ Լուրջ ես չեմ էլ պատկերացնում ինչի համար է դա արվում,
Դրա համար իմ համար երևի այդքան էական չի։ Շատ վատ բան է։ Թվում է, որ ոնց որ մարդկանց չիպավորման նման մի բան է, որ ասում թե քո հեռախոսը պետք է հետևեն, ամեն ինչ նայեն, այդ միջև չկա հիմա կամաց ուզում են բոլորի հեռախոսան խոսակցությունները ամեն ինչը հետևեն, դա ճիշտ չէ, սխալ բան է։ Սա հերթական քայլն է, որ մարդկանց չիպավորեն իրանցով անում։ Այո, գաղտնալսման համար է, թե ուրիշ ինչի համար։ Ու ցանկացած մարդուն դա հաճելի չի լինի իհարկե։ Ճիշտն ասած ոչ այնա որ լավ է, ոչ այնա որ վատ է։ Պրոստը ուղղակի մարդիկ ունելու են քաշքշուկների մեջ, այդքան բան։ Գողությունները, փողեր քաշելը, այս պարագայում իմ կարծիքով դա ընդունելի է։ Ընդհանրապես միշտ էլ վերահսկողության տակ են։ Անկախ դրանից կոդեր կմցնեն չեն մցնի, հեռախոսով հանգիստ իրանք որոշում են դու որտեղ ես, ինչ ես խոսացել, ում հետ ես ինչ ես ասել։ Հենց որ ոչ մի լավ բան ես չեմ սպասում։